Վիրահատությունից հետո կարող ենք փաստել, որ մարդը լիարժեք կյանքով է ապրում, թե այնուամենայնիվ արդեն ասած երկատված է կյանքը եւ այս խնդիրը նորից կրկնվելու հավանականություն կա։ Գիտեք, նախ ասեմ, որ կան տոկոսային առումով մոտավորապես 30-40% մեր վիրահատություններից հիվանդներին դրվում է արհեստական սրբան, կոլոստոմա։ Դա պայմանավորված է տարբեր պատճառներով, վիրահատության բնույթի բարդություններից ելնելով եւ դա արդեն բերում է հաշմանդամության հիվանդության։ Իհարկե ձգտում ենք վաղ վերականգնել այդ հիվանդներին։ Մենք մեր բաժանմունքում 2-3 ամիս հետո մենք կատարում ենք արդեն վերականգնողական վիրահատություններ, որպեսզի հիվանդը օր առաջ հրաժարվի այդ վիճակից, կոլոստոմայից։ Լինում են դեպքեր, երբ որ դրվում է մշտական, կոլոստոման դրվում է մշտական, դա արդեն բերում է հաշմանդամության արդեն մինչև կյանքի վերջը։ Մեր հիվանդները գտնվում են մշտական հսկողության տակ, տարին 1-2 անգամ իրանք պարտադիր անցնում են զննություններ, դա կամ կոլոնոսկոպիա է կատարվում է համակարգչային շերտագրություն։ Եթե 5 տարվա ընթացքում հիվանդի մոտ չի կրկնվում ուղղանկյուն պրոցեսը կամ հեռավոր օջախային տարածում չի տալիս, նոր արդեն մենք կարող ենք նշել, որ հիվանդը վերջնական ապաքինվել է։ Ավելի շատ դեպքերը ապաքինված դեպքերն են, թե ոչ։ Ավելի շատ իհարկե ապաքինված դեպքերն են, որտեղ իմաստ չէր ունենա մեր աշխատանքը։